Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նախապայմաններ առաջ քաշել եւ ոչ թե նախապայման, այլ նախապայմաններ իհարկե չի ներկայացնում ինչ նախապայմաններ սահմանադրության մասին է Միրզոյանը խոսում, ասում է նաեւ սահմանադրությունը փոխելու հետ կապված են նախապայմաններ առաջարկում։ Հիմա դուք երբ որ հանդիպել եք այս մասով խոսել եք, այսինքն ինչպես այնուամենայնիվ ես այդ հարցերը բնական է բարձրացրել եմ, բայց մենք պետք է մի բան հասկանանք, ինչ են ուզում իրենք եւ ինչ ենք ուզում մենք։ Մենք ուզում ենք, որ հարցը մեկընդմիշտ փակվի։ Իրենք նույնպես ուզում են, որ հարցը մեկընդմիշտ փակվի, այսինքն կոնֆլիկտ, այո, ես չգիտեմ, կարող է Աստված մի արած թե եթե ես սխալվեմ, բայց հիմա ոնց որ մի քիչ առաջնային են, բայց սահմանագծման եւ սահմանազատման process-ը շարունակվում է եւ հիմա ուղղակի տրամաբանությունը տեղափոխվել է այդ կտորների վրա եւ այդ քննարկումն է գնում, բայց այտենց ժամանակահատված չկա, որ կանգնել է, մի կողմը չի պատասխանում կամ զրույց չկա, անընդմեջ այդ խոսակցությունը բանի մեջ է, էլի, սեղանի վրա է։ Եվ պարոն Սիմոնյան, դուք նաև մի միտք էիք ասել, որ հայկական զորքը ադրբեջանական տարածքում է գտնվում եւ տարածքի թիվ էիք ասել, մոտավոր 100 քառակուսի կիլոմետր, այդ տեղեկությունը ձեզ որտեղից, որովհետեւ քարտեզագիրների հետ երբ որ նստում ենք, նայում ենք, քննարկում ենք, կարող է դա 4-5 կիլոմետր քառակուսու մասին է խոսքը։ Չէ, Նարեկ ջան, սխալ է եւ պետք է ասեմ, ես տեսել եմ նաեւ հետ պարբերականի նյութը եւ պետք է ասեմ, որ հիմա որևիցե մեկը ռեալ, ոչ մի քարտեզագիր չի կարող կոնկրետ թիվ ասել, որովհետեւ հողի վրա դրանք շատ տարբեր արտահայտում են ունենում, բայց պետք է ասեմ, որ եթե ինչ որ թիվ եք ուզում, մոտավոր թիվ եք ուզում, իմ ասած թիվը ամենամոտն է միջև օրս հնչած թվերին, հիմքը որտեղից է հիմքը, այդ դելիմիտացիայի, դեմարկացիայի process-ի ժամանակ մենք մեր քարտեզների եւ մեր բանի հետ նայում ենք եւ ներողություն եմ խնդրում, ոչինչ, պետք չի դրա համար ճիշտ անդադել ու պետք է ասեմ, որ մոտավորապես այդ թվի մասին է խոսքը գնում, ասում եմ թիվ ասել հիմա ոչ մեկ կոնկրետ մաթեմատիկական ճշգրտությամբ չի կարող։ Պարզապես մենք երբեք Ադրբեջանի որևէ պաշտոնյայից, նույնիսկ ԺԿ պետից չենք լսի, որ իրենք ասեն մենք Հայաստանի 250 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացրել ենք, այս մեր իշխանությունների այս սրտաբացությունը ինչով է պայմանավորված, որ նախ տենց չի, ես ձեր հետ համաձայն չեմ, Նարեկ ջան, օրինակ նույն գործընկերոջս հետ, երբ որ դա տեսանյութն էլ կա, վիճաբանություն տեղի ունեցավ, եթե չեմ սխալվում, չեմ հիշում քաղաքը, ես ասացի, որ ջերմուկի ուղղությամբ եղել է ձեր հարձակումը եւ ի պատասխան իմ գործընկերը պատասխանեց, ասեց այո, բայց մենք որևիցե բնակավար չենք մտել, այսինքն պետք չի, նախ դու չես կարող, չէ, իրանց պաշտոնյային ԺԿ պետին քեզ որ հարց տաս, քեզ չի պատասխանում, մեզ գրավոր գրի, եկեք չհամեմատենք մեր դաշտը, ձեր դաշտը, իրանց դաշտը, հա, բայց ասում են, իհարկե ասում են, բա այդ դելիմիտացիան եւ դեմարկացիան իր կանոններ ունի, որտեղ այն ինչ որ ես ասացի բարձր գրված է եւ դա ստորագրված է իրենց նախագահի կողմից։ Էլ ինչ ԺԿ պետք է ուզում, եթե նախագահն է դա ստորագրել, ֆիքսելով, որ այո, տեղեր կան, որ մենք պետք է հետ եթանք, տեղեր կան, որ պետք է իրենք հետ գնան։ Խի գախնիկ է, կամ անկլավների մասը գախնիկ է։ Օրինակ անկլավների մասը գախնիկ է, որ իրանց մոտ Փաշինյանն ասում է իրավական հիմքեր չկան անկլավների։ Լսեք, իրավական հիմքեր խոսակցությունը եւ այն ինչ որ մենք մի մասին մենք խոսում ենք, որ տեղեր կան, որ մենք ենք առաջ տեղեր կան, իրենք են լրիվ այլ խոսակցություններ են։ Այո, իրավական հիմքերը մենք բոլոր քարտեզների պարագայում էլ ենք իրավական հիմք նայում, հոտենց չենք օրինում, որ այս ինչը ստեղ պետք է լինի կամ չգիտեմ, մեր գործընկերներից մեկը գնում ասում է, այս եկեղեցին անցնում է, ասում ենք դե լավ, այս եկեղեցին թող մեզ մնա։ Չէ, չի կարա տենց բան լինի։